Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ դուք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում եք գտնվում, ողջունում ենք ձեզ եւ մինչ եթերը սկսել է, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջին, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք մեր տեսանյութերով։ Արամ, ողջունում եմ քեզ եւս, սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հրատապ եթերներից եւս մեկ հրատապ եթեր ենք պատրաստել, քանի որ նախընտրական շրջանը շարունակվում է եւ ընտրությունները հունիսի 7-ին են, մոտ է արդեն 2 շաբաթից էլ քիչ է մնացել եւ Արամ, մենք տեսանք Մարգարիտա Սիմոնյանը օրերս տեղադրել էր տեսանյութ եւ ասում էր, որ ԴՆԿ անալիզի տվյալներն է ստացել եւ որպես հայ նրա արյան պարունակությունը 18% է եւ Մարգարիտա Սիմոնյանը օրերս նաեւ ռուսական հեռուստաալիքներից մեկում Սալավյովի հաղորդման ժամանակ նաև սկսեց վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասելով, որ սունկ են ուտում քաղաքացիները եւ դրա համար է պետքա գնան ընտրեն Նիկոլ Փաշինյանին, նաև սարկազմով հայտնեց, որ միգուցե ցորեն կամ ինչ որ նպարեղեն այլ ուղարկենք, որպեսզի հայ ժողովուրդը ուտի եւ փոխի իր որոշումը։ Ինչ ես կարծում, բացի այն, որ Մարգարիտա Սիմոնյանը բնականաբար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը արգելված է Հայաստանի Հանրապետություն, նաև չպետք է փակվեն այս ռուսական հեռուստաալիքները եւ ընդհանրապես սոցիալական հարթակները ռուսական մեդիաների հետ կապված չպետք է փակվի Հայաստանի դիմաց։ Ողջույն Արթուր, նաև ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին, շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար։ Նախ մինչև համաշխարհային պոռնիկ Մարգարիտա Սիմոնյանին անդրադառնալը ես կցանկանամ անդրադառնամ այդ հիբրիդային պատերազմ կոչվածին, տեսեք, բնականաբար այդ ինֆորմացիան հաստատվեց, որ մենք այսօր տեղի ունենում հիբրիդային պատերազմ եւ Ռուսաստանի Դաշնությունը հիմնականում նրա նախագահի աշխատակազմը այդպես տարբեր հարթակներ է ստեղծել կից աշխատակազմին եւ հիբրիդային հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետությանը եւ փորձ է արվում խառնվել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ Մենք անգամ մեր YouTube-յան ալիքում արդեն գիտեք, որ տեսել ենք, որ բոթեր գոյություն ունի, որ մտնում են գրում են Նիկոլ Դավաճան, եթե Նիկոլին ընտրեք, չգիտեմ 300,000 ադրբեջանցի կգա, 600,000 չգիտեմ ինչ կգա, այսինքն կդառնաք Թուրքիայի մաս, դա այդ ամեն ինչը ուղղորդված է եւ դա վճարովի ծառայությունն է, այդպես բոթեր են գնում, ֆեյքեր են գնում եւ այդ ֆեյքերով փորձում են ինչ-որ հանրային կարծիք ձևավորեն, ինչը նրանց չի ստացվելու, որովհետեւ մենք այդտեղ պարապ մուկ չենք տշում, ինչպես Ռոբերտ Քոչարյանը 30 տարի ինչպես Ղարաբաղի հարցով եւ այդ կոնտեքստում շատ մեծ հակահարված ենք հասցնում այս Կիրիենկոյի քութիկներին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ նշեմ, որ նրանք ոչինչի չեն հասնելու եւ անգամ ռուսական ընդդիմադիր մամուլը, որը որ արտագաղթել է Ռուսաստանի Դաշնությունից, բայց այդպես մարդիկ եթերներով հանդես են գալիս, անգամ նրանք նշում են, որ նրանց թափթփված եւ ուղղորդված աշխատանքի արդյունքում ընդհակառակը հայ ժողովուրդը տեսնելով այս ամեն ինչը ուղղորդված Փաշինյանի վարկանիշը ավելի է բարձրանում եւ վերջին ամիսներին մենք դրա ականատեսն ենք եղել։ Եթե Նիկոլ Փաշինյանին քննադատում է պոռնիկ Մարգարիտա Սիմոնյանը, էլ ինչ ասենք։ Էլ ինչ ասենք Արթուր։ Ինչ վերաբերում է հիմա այդ Մարգարիտա Սիմոնյան կոչվածին, որ սունկ է ասում, սունկ ենք կերեք կամ ինչ-որ սունկ առաջարկում ուտենք, նշեմ, որ սա մի երևույթ է, որը քանդեց մի ընտանիք, այդ որ սատկեց դրա ամուսինը, Քյոսոյանն էր ինչ էր այդ երևույթը։ Դրա ընտանիքը քանդեց, դրան իրանով արեց, բայց մենք ստացանք ինֆորմացիա, որ սրա մարդը ուզում էր թռնել սրա վրից։ Այսինքն արդեն գիտակցում էր, թե ինչ հրեշի հետ է ապրում, սա ով է այս կեղտը, եւ նաեւ կասկածներ ունենք, որ հենց այդ սունկը նա իր մարդուն է, այդպես տվե փորձել է մերը սատկել այդ անձնավորությունը, որը որ եւս Հայաստանի Հանրապետության դեմ էր խոսում, ինչ վերաբերում է այդ կեղտի պատկանելիությանը, նա բնականաբար անգամ 18%-ով էլ չի կրա հայի գեն նրա մեջ լինի, նա թուրք է։ Ինչ վերաբերում է այդ Դիշովկին, բնականաբար նա չի կրա հայ լինի եւ այդ 18%-ն անգամ կեղծ է, նա ուղղակի շարքային առնետ է, կռիս է, Կիրիենկոյի կռիսներից է հերթական, որին օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ, բայց Մարգարիտա Սիմոնյանին խորհուրդ կտամ զբաղվի իր անձնական գործերով, որովհետեւ նա եւս մոտ ապագայում սատկելու է եւ այս ալկաշը այստեղ դեսպանել ունեն, չէ՞, Ռուսաստանի Դաշնությունն
կապիրկին է ինչ այն որ միլիտր սպիրտ է տալի հայրիկն է կվաճառի ուրեմն լսեք արա այ կոնչեննի խմողներ գնացեք ձեր պետության հարցերով զբաղվեք Հայաստանին են քննադատում շուտ ցորեն են մեզ ուղարկեն օգնություն բայց սկսենք Ռուսաստանին արդեն այդպես բացահայտումներով հանդես գանք Արտուր պատմենք սրանք ով են սպորնիկները պատմենք ինչ է կատարվում Ռուսաստանի Դաշնությունում Մարգո պատմեմ այդ քո սիրած երկրում ինչ է կատարվում որ մարդիկ գնում են պատերազմ զոհվում են անգամ այդ զոհվածի փողը չեն տալի արա դրանից քիչ ես խոսում Այն որ 100,000-երով զոհ եք տվել Ուկրաինայում բայց դրանից քիչ եք պատմում բայց դրանից խոսա թե դուխը չերիքում ոտդ որից կպոկի Պուտինը որ բաց ծպտուն հանես Իրանց ազգը Արտուր Մոսկվայից դուրս գալի սոված սատկում են այդ խեղճ ժողովուրդը Եկե Հայաստանին է քննադատում ցորեն ուղարկենք Եվ ցավալին նա Ես կոմբիգեր կուղարկեմ Պեսկովի կանգա այդ կլափես արա Այ զիբիլ Վիժվածքներին նայելը մտ Արտուր երբ գիտեք ինչն է հարցը սրանց այդ ռուսական էլիտային նայում ես կնանիկ պուտանկա իրանք խմող կոռուպցիոներ ազգը տանջվում սոված սատկում հələ մտ մեզ բանը Հայաստանի օգնություն են ցորեն բան ձեր են առնում էլի մեզ գրացեք կոմբիկեր լափեք արա Կրեմլի պատերի տակ ձեր հարցերով զբաղվեք ու ես նշեմ որ սա սատկելու է մոտ ապագայում Եվ արամ ցավալին նա է որ Հայաստանում նրա կարծիքը կիսողներ կան պատկերացնես հայ քաղաքացիներ կան Նաև ինչ որ մեդիայի ներկայացուցիչներ, ովքեր կիսում են Մարգարիտա Սիմոնյանի կարծիքը։ Ինչ-որ մի հոգի կա, այտենց որ փախել է Ռուսաստան, մեր դեմ ինչ-որ բաներ է գրում, հոդվածներ է գրում, ինչ-որ ինձ էլ էս վերջում Բաբայան Վահանի հետ հանդիպեցի անցնելուց բարևեցինք Վաղաշա Քահությանի հետ մասնակցում են ընտրություններին, անցնում էի փողոցում, բարևեցինք ոնց ես ոնց չես, նկարել են, գցել են իրանց տելեգրամներ, այդ ինչ-որ Միկա Բադալյան կա, ինձ էլ մռազ է գրել։ Մի մարդ Արտուր Լսում եմ լսի այլ լրփի տղա։ Պատմեմ որ կնիկը դվրից է թրել էր արա։ Այ քնձեղ։ Ոտդ որից է կպոկե Միկա էս ինչ ես եկար Հայաստան արա։ Չնայած մենք Մոսկվա էլ գնացինք, չէ, հրճվում էին մեզ ձերփակա։ Բա որ մենք Մոսկվա դուրս եկանք, Կրեմլի քայլում էինք, զանգում էինք ձեզ սաղի, ձեր հերերին, բա ուր եք թռե արա։ Ուրեմն Արտուր, տեսեք, մեզով է քննադատում։ Դժբախտ, այն որ կնիկը վրից թռե, երեխեքը չի իմանում ումից են ծնվել։ Այս հենց մի հատ երևույթներ են։ Նույնն այդ Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքը տեսել եք, չէ՞։ Ասում եմ մարդ ուզում էր վրից թռներ թույնեց։ Կեղտը։ Մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ Միկա Բադալյանը այս ծառայում է Մարգարիտա Սիմոնյանի մոտ այդ Եվրազիա ծրագրով, եւ սև Եվրազիա կբերեմ իրանց գլխին։ Եվ իդեպ սելի հայրենակիցներ, երբ Արամին օթանավակայանում Վնուկովը մի քանի ժամ պահել էին, ես ինքը ուրեմն ստատուս էր գրել, այդտեղ տեղադրի ուրախացել էր, որ ոչ մեկ FSB-ի դիմացից դուրս չի գալու։ Ու երբ որ մենք արդեն հենց FSB-ի դեմն էինք։ Այո, հենց FSB-ի դիմացն էինք, այդ իր մոտիկների զանգեցի, ես խնդրեցի, ասեցի, ասեք դե թող գա, այդ ինչ ունի ասելու, դիմացներս ասի, ինքը տենց էլ չհայտնվեց ուղակի։ Իրանք ամենը ստատուս գրողներ են եւ իրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, ուղղակի հիմա այդ ստատուս գրող Միկա Բադալյանները եւ այդ տես ծառայողները, ովքեր Արա Աբրահամյանի համար ծառայում են եւ Միկա ներողություն Մարգարիտա Սիմոնյանի համար, հիմա Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացիներին ասում են Տելեգրամյան ալիքներով գրեք, մենք ձեր համար տոմսեր կառնենք, կգնաք Երևանում կմասնակցեք Հայաստանում ընտրությունների, բայց ինչպես ասում են, ուրբաթը շաբաթի շուտ է գալիս եւ օթանավականում արդեն ազգային անվտանգության ծառայությունը բոլորին դիմավորելու է։ Այնպես որ չի լինելու պրովոկացիաներ անել, այո։ Եվ արամ երեք Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ մինչ նրա Հայաստան այցելելը Ռոբերտ Քոչարյանը արդեն կարծիք էր հայտնել եւ անհանգստացած էր, բայց ոչ թե Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այլ անհանգստացած էր հենց Ռուսաստանի Դաշնության համար։ Նա հայտարարեց, որ Մարկո Ռուբիոն միտումնավոր է գալիս Հայաստան, որպեսզի գազազացնի, ջղայնացնի Ռուսաստանի Դաշնությանը։ Փաստորեն այս անձնավորությունը ապրում շնչում է, ինչպես Եզրասրբազանը 24 ժամ աղոթում է Ռուսաստանի Դաշնության համար, նաև Ռոբերտ Քոչարյանը, մենք բոլորս լսել ենք այն հայտնի ձայնագրությունը, որտեղ նա աղերսում էր ուղակի Վլադիմիր Պուտինին օգնություն էր խնդրում, փաստորեն նա ապրում շնչում է Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի Դաշնության համար։
Արտուր, ինչ վերաբերում է Քոչարյան Ռոբերտ Homo sapiens-ին, տեսեք, այս անձնավորությունը ես ուզում եմ չգիտեմ ել ոնց այս Արցախից թռած վիժվածքին բացատրեմ, որ մենք 21-րդ դարում ենք ապրում, ու սա այդ 2000-ականների Ռոբերտ Քոչյանի եկի է չի, որ Պուտինը գնար զուգարան հերթ կայնեին, որ ցեպը իջացնեին, հարցների հետ։ Դասի այ պորնիկ։ Մենք ինքնիշխան ժողովրդավարական եկիր ենք։ Մակրոնն էլ կգա, Ռուբիոն էլ կգա։ Դա նորմալ երևույթ է։ Այսինքն անկախ երկիր ենք, այլ երկրի ղեկավար կազմից իրավունք չունենք են Հայաստանում պաշտոնական այցով կամ աշխատանքային։ Սա փորձում է սադրի, սա փորձում է պարավակացիա անի Արտուր եւ իր կարճ խելքով ինչ որ մի երկու հատ ճեկլասի քաղ տեխնոլոգիա բերել 2 կոպեկ փող են տվել, սրան ինչ որ խորհուրդներ են տալի, բա հելի իրավիճակը սրի, սենց բաներ արա, լուրջ է ընդունես կեղտը ու այդ կոնտեքստում է որ երեք ինչ որ հելը հաչում էր, բա հունիսի 8-ից հետո կալիզմա ենք անելու, ինչ որ ինձ են գրում, բա դու ինձ արդեն հոդվածներս են ուղարկում, ես հունիսի 8-ին ինչ հոդվածներով եմ դատվելու։ Սրանք լրիվ գիժ են։ Անենց կալիզմական եմ Սիուշային ու քեզ Քոչարյան Ռոբերտ։ Քոչարյան Լովիկը կոնգրես հյուրանոցի կրիշից ինքը իրան գլխիկ գցի։ Շանցենի որ տաղարներ իրան շուտմանից գլխիկ գցեր։ Այս վերջերս էլ բացահայտել եմ դրա բջերին, այն Սիուշոյի, որ գնաց ցրթեց Ամերիկա։ Րոպեն մեկ բանն է, աղջիկա նկարներն է գցում, Instagram story-ներ է անում, բա դեմքը ցույց տու աղջի։ Այ կեղտ, դեմքը ցույց տու ռուս երեխա է էտի։ Նկարները կա մոտս Արտուր հրապարակել եմ հունիսի 6-ին Քոչարյան Ռոբերտ զռիվը հանելու եմ ժողովրդի լեզվով ասած անենց եմ կզսնելու քեզ բելան թողի վեշերը հավաքի այդ սիկտիրենի շուշի պորնիկներ կալիզմա ենք անելու Շուշիի Բերտ հա Շուշիի Բերտ նա ինձ զինվորները գրում են ասում շատ ճիշտ ես ասում արամ մի հատ տանձու նուր են քաղում տանում լղջում են Շուշիի Բերտում այս Ղարաբաղցի կեղտերը Քոչյանի գլխավորությամբ այդ իրանց այնտեղ խունտան ռեժիմը որ հայ զինվորը գնացել որ սրանց ворը չճղեին այդ երգիրը պահում էր սրանք ով են ընդհանրապես ասում եմ հոր գեզնա դարել է զուգարան դա կուրաժին են դնում Երևանում այսօր գցել էին Լևոն Քոչյանը Շինգավիթում վայ Լևոն Քոչյանը նրա կանգատիությունն արա քաղաք դուրս գալուց առաջ այ պատկապ դուշնիկ ասում եմ չէ սրա հարցերը արդեն կապի են դուրս գալի մարդկանց են խառնում քաղաք օլիգարխ չի մնացել չգնան աբրաշատ չլինեն Բա ինչ ենք արել, կթուկով ենք, թե կթում ենք հիմա, ինչ կա դրա մեջ։ Այսինքն պատկերացնում եք սրանք ով են Արտուր։ Ով եք դուք։ Սա այն աստիճանի տականք է Արտուր, որ հաճույք է ստանում։ Հիմա որ պատերազմ լինի, սա հաճույք կստանա։ 2021 թվականին կհիշեք, սրա Պարագոնով ռազմական գործողություններ սկսվեց, չէ՞, հարձակման մեր վրա։ Եվ նստած բան էին անում։ Որ պոպկորնով ֆուտբոլ նայողներ կան, սրանք ձգում էին ընտանիքով։ Սրանք էդ են, սրանք ոչ մի սրբություն չունեն, սրանք պիղծ են Արտուր։ Ու այդ որ գրում եք հունիսի 8-ին հեսա կտնա, հունիսի 7-ին, 9-ին, չգիտեմ, կարանք մայիսի 30-ին, 31-ին էլ տենանք։ Մենք խնդիր չունենք։ Հունիսի 8-ն էլ է գալու, հունիսի 10-ն էլ է գալու, օգոստոսն էլ է գալու։ Ու ձեր համար է շատ տխուր լինելու։ Մենք խնդիր չունենք։ Մենք ասում ենք ինչ որ անգամ ժողովուրդը ինձ այնպեսի բաներ են գրում, որ սեռական բնույթի է չեմ ուզում բացատրել, որովհետև կանայք են նայում։ Մեզ թե չէ կասը, ես խնդիր չունեմ։ Ինչ են իրանց մասին մտածում։ Մի օր կհրապարակենք այդ ձայնագրությունները, այդ voice-երը։ Մեր սորական ժողովուրդը թե ոնց է 98 հարգանի քֆուրներ այդպես ուղարկում Ռոբի ընտանիքին, Սերժիկի։ Ով եք դուք արա։ Ու գիտես ինչն է հարցը, Արտուր, որ այս կեղտը ոգևորվել է, բայց անգամ սրա միմիկայից կարելի է հասկանալ, որ սա ցունց խարխարում է արդեն։ Էլի ռոժը ծռած ընկելա բան է անում։ Դեմքը ծռած բաներ է հաչում քաուզ արշավին։ Պուտանկի պես ընկելա քուչեքը։ Տնից երբ էր դուրս գալի էսին։ Հասկանում որ խարխարում են։ Հասկանում որ ես խոսք եմ տվել հայ ժողովրդին, որ սրա բջերին տանելու եմ Լեդի Հակոբի աղբոր Սիմոնի բազարում մալացա կաշկա քշեն։ Մատը գալու եմ քացով տամ Քոչարյան Լովիկի ворին, ասեմ դե սիկտիր էլ աստեից արա։ Իրավունք չունես դու աշխատես հայերի մեջ։ Ու սրանք ասում եմ ինչ-որ բաներ են գրում ինձ հեսա կտենաս 6 տարի ինձ գում են հեսա կտենաս։ Հեսա ասեք հեսա երբ եմ տենալու։ Դա թռածներ։ Դե արա Թուրքից ասում եմ ադրբեջանցիք չեմ ուզում ասեմ ինչ արեցին, թողին իրանց երկիրը փախան շամպես։
Պատերազմի ժամանակ բգնեք այդպես ձեր ворս տեսակը ցույց տայի կարա։ Բայց Տղեն գնաց նկարվեց։ Հայաստանի Հանրապետությունում կարա։ Հարսը ընդեր իրան կոտորում Շուշի հավաքածու, Վանք հավաքածու, չգիտեմ ինչ։ Տղեն ընդեր գնացել ռեժիսորություն անում, նկարվում, թռնում։ Դուք ձեր երկիրը թողիկ փախա կարա հանձնիկ։ Դուք տղա չեք, դուք յուբկա պետք է հագնեք։ Դե հենց իշի նոյեմբերի 9-ին Բիգուդին կառավարությունում նայել է։ կառավարությունում։ Ազգային ոգևորվել էին, բայց ասել եմ Արտուր, հատուցման պահը մոտենում է, բայց ես Ռոբերտ Քոչյանին ինչքան դեմքը ծռվի ճնշումը հելնի, չգիտեմ, 6-ը բրիգադ սկորիգայի ու բելայի համար, մենք սրան պետք է նեցնենք, որ սա երկար ապրի, սա պետք է տանջվի Արտուր։ Սա պետք է տանջվի։ Օրերս էլ ասում արևը չկպնի գլխից գլխարկ դնեմ, ասում այս գլուխը դեռ ժողովրդին շատ է պետք։ Երկրին պետք է։ Իր գլուխն է ժողովրդին շատ պետք։ Հոգեկան հիվանդ Արտուն, ինչ ասեմ սրան ես։ Մատ անդառնանք սրա էությանն է, էլի։ Ղարաբաղից թռած, երկիրը կեղեքած, 84 հատ տրուպ կա վրան, հարսը տեսանք ինչ երևույթ է, այն երկու հարսն էլ, մենակ մի հարսը չէ, երկու հարսն է, երկու հատ լոխ ենք թե որ կթեն, կնիկը մի հատ չգիտես ով է, Ցրթելասյան սա թուրքից ցրթված է, Սաիդի բիժն է, այդ ենք բացահայտ, այդ կինը բարեկամը իրանց իր քերու հարևանուհին հադուցից մեզ ամեն ինչը պատմեց, եթե արեցինք, այս վերջում պարզեց քերուն ինքն է խփել տվել։ Մենք այն օր Թուման փողոցով քայլում էինք Արտուր ու մենք ինչին ականատեսել ենք, որ էսի այն իր բոմբ ժամանակները որ պոլիտեխնիկ էր սովորում հերակա եկել էստե Թուման փողոցում այն ինչ-որ վարձով ապրիլ ձեղը թե ինչ-որ մեկի տունը, անգամ նախագահ երբ զավթել է իշխանությունը, այդ շենքը զավթել է, այդ Ռենգեն ինստիտուտով բանով, այդ կատնավան էր փորացում, մենք անցանք կնկարենք այս երկու օրը։ Վարդան Ռուբը դու էլ պատրաստվի։ Դու էլ քաղաքերի մեջ ներքաշված եղել։ Կապ չունի իմանալ դե գերի ես, գերի չես։ Այսօր ինչ-որ հելը զվռնում էր էլի։ Շուր Քաժնազարից է խոսում, ինչ է խոսում։ Չեմեզովից քիչ ես խոսում, Վարդան Ռուբը, որ փուրը տվին քեզ։ Բայց դի պատմի լարա, ոնց դու Ղարաբաղ հայտնվար։ Այդ քեզով Ղարաբաղ ուղարկեց։ Այն ինչ մի հատ գեներալ կար որ քեզ ասում էր, ցախ կազմակերպել ենք ամեն ինչ ընդ բան ասավ։ Պապլանու գնում է։ Այնով քեզ խորհուրդ տվեց որ ռուսական պաստը ճղես։ Դու հիմա հենց Հայաստանից են խոսում։ Գնացե էշ խելքից գերի անգե։ Ռուսների խելքին ընկած։ Փոխանակ ռուսներին ասի ախպեր ջան, ես ոնց գերի ինգա, ձեզ լսա, հենց Հայաստանից է խոսում։ Այդ ու բարերար է, սրանք իրանց բարերար է յան բանում, Երևակայում։ Բարերարը արա բերում է հայ ժողովրդին կողմում է բանկի տոկոսի, դա ոնց որ դու ես արի ամերիկա բանկով։ Այն պիղծ կնիկ են սիոնիստ։ Վերոնիկա Զոնաբերդը։ Բոլորի պատմությունները գիտենք, չէ՞։ Վարդան Ռուբեն մեծ գլոխ տաղետ բա ուրա։ Դու նստած ես, բայց մի բան անի արա։ Բայց դաուն։ Ուրեմն Արտուր սրանք քեն կյանքից աբիժնիկ, էսի Քոչյան Ռոբերտը Սերժիկը, տեսեք, սրանք այն աղջան են ատում հայ ազգին, որ անգամ նայում են մեր ժողովրդին, մեր այն ասում է տղեկին, ու ասում են արա ստել ենք մենք հետ ընկե։ Բլե մատես հայ ժողովրդի զավակներին նայենք, թե մեր դաուններին, որ ամեն ինչ տվել ենք, միլիարդներ տվել ենք, բայց դաուն են, պատկաբլուշնիկ դաուն պրիտոմ։ Իրանք այդ պատժից չեն խուսափելու Արտուր, սրանք տանջվելու են։ Ռուբեն Վարդանյանից խոսելով, ասեմ օրերս նրա ծննդյան տարեդարձն էր եւ նա ձայնագրություն էր ուղարկել։ Որնում էր այնտեղից, այո։ Ներողություն Արտուր 1000 անգամ, ինչ որ մլավոց լսեցի այդ ձայնագրության մեջ, որ ասում է Արցախի ղեկավարությունը խիա բանում գերի։ Մենք մեղավոր ենք որ Արցախի ղեկավարությունը սփխեշի ու լիպես գնացին գերի հանձնવા։ Ասպա դա ձեռը առնել է բանանել շքերտ անցկացնելը մայիսի 28-ին, քանի որ ասպա սպաները այդտեղ նստած են, բայց այդ սպաները իրանք են գնացել հանձնվել են ուղակի։ Ասենք մայացական Լովան մեղավորում ես որ ՊԲ հրամանատար կամ Նապոլեոն Բոնապարտը բանի Ղարաբաղի հելավ Ջամշուդ եկավ չտեցեց վզին գցին նիվի բագաժնիկը տարան բրախին Բաքու ես մեղավոր եմ բայց մայացական Լովան զորքին շարում էր քֆուր էր ֆրցնում որ գերի հանձնվի ես իրասենցնում ունենց էին բանից պրադոից իշնում էր սապոկներով կիրզվի իրան Կուտոզովի տեղն էր դրել բախի գերի ինգավ խի գերի ինգավ հաց եմ տալի գեներալը ինչ իրավունք ունի գերի ինգնի Ինչ իրավունք ունի գեներալը գերի ինգնի։
Մենք սենց էս ֆունկցիաներին, էս գեներատորներին ենք, չէ՞ տեսես իրանք ով են։ Պատկաբլուշնիկ, այն մեկի կնիկը բիրկին սունկով րոպեն մեկ նկարվում է, մեկը կանգան թողել է, գնացել մատ պուտանկի этаպը սակվե, մեկը իա կանգանից խաբար չի, մեծ տկլոր նկարներն է ուղարկում, գրգռված մահագալի Մոսկվայի քուչեքում։ Արա դուք ով եք արա։ Ամոթա հրապարակ ենք։ Այդ չուլեր։ Սպաները Բաքվի բեր։ Սպաները, վայ։ Բակո Սահակյանը։ Բակո Սահակյանը, բան է, շարքային պլան քաշ։ Գրանատը քաշի բան էր, կանեփի արտեր էր։ Պատմեմ, ասեմ արա դուք ով եք։ Վարդան Ռուբո։ Գայ քեզիկ ման հանգիստ վերենգի տեղը տարա։ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է ասում, այդ որ ասում են չի չեք մեռել, հենց այդ խունտային նկատի ուներ, որ այդ Շուրիկը չի մեռել։ Տեսեք, Շարամանյանը ինչի չի մեռել։ Իրանցից որ մեկի բիջնա ինչ որ վիրավորվե մատը փուշ մտե, Օգանովսկի, չգիտեմ, ես Սեյրանը տղեն է։ Ինքը ոտից խփել է։ Զորքին թողել բրիգադի հրամանատար, ինքը իրան խփել թռել է։ Իդեպս վերջերս երկու եղբայր եկան, այդպես սուտի երկիշներ են, ռեստորան բաներ ունեն, վերջերս եթերում մենք գնացենք կռվել ենք, բան թփիտակ գնացենք աղբվել են, ասպես ում ես կրակի, ում ես սպանել, մի հատ ցույց տուր որտեղ ես կռվել։ Այն Մոսին, այն հաց թուխն են, որ փուրմուր էր դրա հաջորդում։ Մոնթեին խփին իր տեղականն էր, թողեց թռավ։ Մոռացել ենք։ Մոնթեին խփին բոյի մեջ մտավ, սրանք թռան կողից։ Իդեպ այդ Մոսին առանձնատուն ունի այստեղ Հայաստանի Հանրապետությունում, Երևանի կենտրոնում Թումանյանի փողոցում, այո, Մոսի պատրաստի։ Նաև մենք այդ տունն ենք այցելում նկարենք եւ պետք է ենք այցելել թզուկին։ Դատախազությանը պատասխան տա որտեղից այդ բասեյնով այտենց էլիտար շենքում այդ բնակարան։ Հայտարարում բաներ արել, գրել էր բանը, հանձնել եք թշնամուն, հաջորդում SM ունեցել։ Արա լավ, այ ու սրանք դեք ինչ տիպի երևույթներ են արտու, որ ասում սրանք պադոշ են, ինչ որ սրտաճմլիկ բաներ գրեն, արտասանեն, բանաստեղծություններ գրեն, sense որ մարդ, եթե մարդ չճանաչի սրանց կհուզվի, հոնգուր կլացես։ Ասենք Քոչյանը այնց կարա մատ պատմություն պատմի, դիմացի խանութից մեկ մատնակաշ առնես, ասես անկեր սոված չսատկես այսօր։ Դե նա երիտասարդների հետ հանդիպմանը այդպես պատմություններ էր պատմում, էլի։ Հենց նոր ես հերոսին էի նայում, ինձ Ռոբերտի հետ կապված ինֆորմացիա կար, որը հաստատվեց, մեզ ուղարկել են, հենց հիմա ասեմ, խնդրեմ, Հունաստանի Միկոնոս կղզում Անո Մերա հատվածում գտնվող առանձնատան արժեքը գնահատվում է մոտ 1.3 միլիարդ դրամ, որը որ Սեյթրակ Քոչյանի, այն որ դատավոր ասում է ծառայել ես, ասում է այո, ասում է որ թվին, ասում է չեմ հիշում։ Դա փաստ է։ Կարող է չես հիշում երեխեքդ ոնց են ծնվել։ Արա, եթե դա չես հիշում, կամ քեզ ոնց են քաշի հանեքցե դուս։ Ուրեմն տեսեք Արտուր, Միկոնոսում էլ մենք ուղղակի չենք հասցնում մինչև ընտրությունները հունիսի 7-ը, այլ շատ կարևոր եթեր ունենք Քոչյանի հետ կապված իր ընտանիքի, բայց հունիսի 7-ից հետո կգնանք Միկոնոս, Էգեյան ծով, այսպես նշած, ունդեղ ոչ միայն առանձնատումը չի, հյուրանոց ունի, այդ կղզու կեսի իրանն է։ Կգնանք, կնկարանենք, իրանց էլ եթե այնտեղ լինեն, մենք այնտեղ իրանց էլ կայցելենք թռածներին։ Ուրեմն Արտուր, սրանք տեսեք, հիմա էլ էս Ղարաբաղցիքին են բերել խափեքցե մեյդան, ինչ-որ կյանիքին խափում են, միկրոֆոն են տալիս, սկսում են սրանք ինչ-որ պատմություններ պատմել, բլոկադայի մեջ ենք, այդ տեսանյութը ձեր մոտ կա, Արտուր, կդնենք մեր սիրելի հայրենակիցներին, սրանք սադրիչ, սրանք պրովոկատոր, սրանց ինչ ասես։ Ես անցած եթերում նկարագրեցի, չէ՞։ Հայ զինվորը ոտը քաշեց Ղարաբաղից, Արցախից 15 րոպե չեն կռվել 15 րոպե անգամ Շարամանը գնաց բան էր այն պրիոմս դա չէր անում էլի այս բանցիկով տանկը ոնց տանկ էնի ոնց տանկ 100 տանկ են հանձնել այն էլ բան են ոռնում են արգրավել են Արցախի նախագահի հերախոսը մենք իրա համապատասխան տեղն ենք արգրավելու ժողովրդի հետ միասին ու ոչ միայն իրա Ես սրանց ասեմ, սրանց պետք է աքսոր ենք Հայաստանից արտու։ Սրանք մեր սուրբ հողում, մեր օդի իրավունք չունեն շնչեն։ Սրանք թռած են, սրանք դեզերտիր են, սրանք դավաճան են։ Արամ տես օրինակ մեր եթերում շատ հաճախ մեկնաբանություն են գրում են, հա լավ այդ գիտենք, այդ տեսել ենք, ինչ պետք է լինի, բան իհարկե դա ավակ սերունդի ներկայացուցիչներն են գրում, որովհետև հոգնել են, իրոքից ուզում են տեսնեն արդյունքը, բայց արդյունքը սպասեցնել չի տա, Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ շատ շուտով հենց Ռոբերտ Քոչարյանն նստելու է, բայց Ռոբերտ Քոչարյանի կարելի ասել խաղադրույքը
այս պահին երիտասարդներն Այո, քանի որ չեն հիշում։ նույնիսկ հայտարարեց, որ ասում է երիտասարդները կարող են ընտրությունների ժամանակ շատ մեծ փոփոխություն անել։ Քանի որ երիտասարդները նայում են իրան եւ իր տղային, իր ընտանիքին, մտածում են, ես ինչ ընտիր ընտանիք է, ես ինչ անտիր անձնավորություններ են եւ արամ։ Օրինակ ես սկսում եմ հիշել եւ այդ երիտասարդներին խնդրեմ ուշադիր լսեն։ Օրինակ 93 թվականին 1993 թվականին, երբ որ ես գնացի դպրոց, Հայաստանի Հանրապետությունը բլոկադայի մեջ էր։ Ընդհանրապես դպրոցում դասի ժամանակ կաթ եւ 1 պեչենի ամեն օր եւ նավթով էր տաքացվում, նավթն էլ USAID-ի օգնությունն էր։ Ժողովուրդը հացը ստանում էր տալոնով, որ 5 օր կարողա մարդիկ չստանային, ընտանիքներում ոչ մի բան չկար ուտելու եւ 6 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրել է բլոկադայի մեջ եւ մի օր ոչ մի բան չի հայտարարել, ասել են Արցախին հիմա ամեն ինչ պետք է։ Արցախը կարևորը, Արցախը մերն է, Արցախին հանգարց բան չլինի մեր Արցախի հայությանը։ Բայց հիմա նայում ենք տեսանյութեր, արցախցիները գալիս են, իդեպ այդ արցախցիների այդ մի խումբ այդ խունտան, կարծես թե որ ասում է նարկոտիկից էլ թմրանյութից էլ վատն են, ամենավատ կրիստալից էլ վատն է, քանի որ իրանք պայթելու հատկություն ունեն եւ արդեն սկսել են պայթելու process-ը, հայտարարում են, ասում է մենք բլոկադայի ժամանակ, ասում է, այդ տեսանյութը մենք անպայման կհրապարակենք, լիքը հղի կանայք երեխաներին կորցրեցին Նիկոլ Փաշինյանի պատճառով, չթողեց սնունդ մտնի բան Արցախ, որ հաց ուտենք, բայց մենք ունենք տվյալներ, որ շատ շատերի Արցախում ընտանիքների սառնարաններում միսը վխտացել է, ուղղակի անասունը մորթել են, տեղ ու դադար չի եղել սառնարանում։ Հիմա ասում լիներ Ռոբերտ Քոչարյանը տենց բան չէր անում, կթողեր մենք սոված գոտորվեինք, ասում է։ Դրա համար հիմա որ մեկին խոսացնում են Նիկոլ Փաշինյանի վրա մունատ են գալիս, ձեռքը գլխի վերև անցկացնում են, ասում են մենք օտիդո ապրել ենք։ Ընտիր ապրել ենք, մենք ամեն ինչ ունեցել ենք։ Նախ եւ առաջ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը Սիուշոյի գլխավորությամբ օրը մի 20 կիլո անգուսի միս է խեղդում։ Այսպես նշեմ, ու եթե լիներ Ռոբերտ Քոչյանը, իրանց էլ էին ուտելու։ Բայց հիմա անդառնանք սրանց այդ միֆին, այդ թեզին, չէ՞, այս քութիկների, ուրեմն ինչ է ասում։ Ասում է բանը Նիկոլ Փաշինյանը փագել էր ճանապարհը, 9 ամիս բլոկադայի մեջ ենք, ուրեմն լսեք, արա։ Այ վիժվածքներ։ Եվս մեկ անգամ չեմ զլանում, փաստերով ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ստորագրվեց հայտնի համաձայնագիրը եռակողմ, որի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հանձնեցին պահպանությունը այդ տարածքների Արցախի պաշտպանության բանակին եւ ռուս խաղապահներին, որի արդյունքում այդ համաձայնագրի հետ համատեքստում այդ պատասխանատու գոտին դա ռուսական խաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի պատասխանատվության ներքո էր։ Կհիշեք, չէ՞ որ մենք այնտեղ արդեն զորքի մեր զորքը դուրս եկավ, այսինքն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որոնք որ համարվում էին Արցախի անվտանգության երաշխավորը, դուրս եկան, որովհետև Արցախի անվտանգության երաշխավորը համարվեց Ռուսաստանի Դաշնությունը։ Խաղապաները դրա համար եկան, չէ՞։ Հո չէին եկել ինձ որ բլոկադայի ժամանակ փող աշխատեին։ Դրանից հետո այդ հայտի դեպքերը տեղի ունեցան, ճանապարհը փակվեց, ճանապարհը մեր կողմից չի փակվել։ Ընդհակառակ մենք ամեն ինչ ուղարկել ենք, ինչ կարողացել տվել ենք։ Օգանոսկու բիջը Գորիսից Կիլիկիա Պիվայա կամազով բարձր է, $6000 փող է տվել ռուս խաղապաններին, տարե շիշը 8000 դրամով 10 դրամով ծախել է։ Գեներալ հերոսի այդ ֆուցնի։ Եթե պահանջի սնունդ որը ճղելու եմ Օգանոսկի, դու լսպասի արա։ Այդ պագոները կողելու եմ ձեր համապատասխան տեղերը։ Արդեն պետք է մենք խոսանք Արթուր, արդեն իրականությունը պատմենք այս պորնիկների մասին, որ եկեստե հաչում են։ Ուրեմն 30 տարի այ անաղված քրդիշներ 30 տարի հայ ժողովուրդը ոչ միայն փող է տվել, իր երեխեքի բելինցա կդրել, իր երեխեքին է տվել, արա, այդ տվարներ։ Այդ Ղարաբաղի պոստերում մեր հայ զինվորն ա եղել, Շիրակի մարզից, Սյունիքից, Երևանից, Արտաշատից, Աշտարակից, այ համբալներ։ Մի հատ Ղարաբաղցի ցույց տվեք, ոնց ծառայել է զինվոր։ Իրանց դաունները տունը դիվանին պարկած էին կամ ստե ինստիտուտներն էին սովորում։ Այն 90 համարով նիվեքով բանով մոռացել են կարա ի կերտել։ Բաններ լսում Ստիպանակերտ, Պլաստիկորը։ Այն պորնիկի վաստակը որ սատկեց այն Զորի Բալյանն, ինչ կենացել խփում այն կեղտին Արկադի Ղուկասյանի որ հավաքել էր այդ թայֆին, ասում էր բանը, պետք է գնանք Երևանը դեպից գրավենք, հետո նոր Բաքուն։ Գնացեք ձեր կանգա համապատասխան տեղը տիությունները որ չգրավեն արա։ Այ պորնիկի տղեկ։
Դա սատկեց, իսկ այն Արկադի Ղուկասյանին մենք սպասում ենք, որ ստեպ դադվի էդի։ Այն Պրոշյան փողոցում տեսլեք ինչ շենք ունի։ Մալիբուի այգում ու ինչ տներ ունի այդ կեղտը, Արցախի նախագահը կոչվում։ Դուք արա, դուք այնքան անշնորհակալ, անաղուհաց դիշովկա եք, որ ինձ գրում եք մռազ դուք եք, որ ձեր եգիը հերիք չի թալնիք, վերջում բանցիկով կապիկ, թղթով արձանագրեցիք, ամեն ինչով, թղթով թամասով տվիք Ադրբեջանին, հանձնիք, այդ է հանձնելը։ 30 տարի լեարուն ենք թափե արա։ Հայ զինվորը չներ sense վիճակը պատկերացնում եք Արտուր։ Այն կեղտին են վիժվածքին անցած եթերում եմ ասել, հելաս բանա, մեր խոխեկինը գային կոտորեին։ Բա մեր խոխեք չէին արա։ Պորնիկի տղա, Շարաման Սամվել։ Պաշտոնապես հայտարարում եմ, դու դավաճան ես, դու դադվելու ես։ Ու սրանց մենք պետքա Արտուր տեսեք, մենք սրանց պատասխանում ենք, պայթեցնում ենք այդ թեզերը, իրականությունը պատմում ենք, ինչ են անում։ Տանում են մեր եթերները կտրում են, ասում են Ղարաբաղցիքի ու հայերի մեջ Արամը բանա գցում։ Արամը ընդհակառակ ասում է Ղարաբաղի ժողովուրդը մեր տուժող ժողովուրդն է։ Ղարաբաղցիքին ինձ գրում են, ասում են երբեք դրանց հարցերը լուծելու։ Մենք էլ ենք գալի, տուժողները մեր։ Որստե մի հատ անկյուն չունեն անգամ 24 ժամ աշխատում են, որ կարան ապրեն։ Ես նկատի ունեմ այդ խունտային, այդ պսևդո էլիտային, այդ թռածներին։ Ես օրերս տեսա, որ մի կին ասում է, ես իմ տղան եւ ամուսինս զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, ասում է, բայց շնորհակալություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին, որ կանգնացրել է պատերազմը եւ լիքը երեխաների կյանքերը փրկել Նիկոլ Փաշինյանը։ Արտուր սրանք քոչը ինչ է ասում, քոչը ասում է ախպեր գանք իշխանությունը զավթենք, հա ժողովրդի երեխեքն են մեկը գնալու կոտորվեն, տանենք կոտորենք ընդ է։ Հո Լևոն Քոչարյանը Սիուչոյի ձեռը բռնած չի թելու կռվի։ Կեթան Փարիզ, Ֆրանսիա կայֆավատ կանեն։ Կամ Սիուչոն առանձին կեթա, ոնց որ առանձին գնում կայֆավատ անում գալիս է իրա։ Դե լոխի հետ պսակվածը ինչ պետք է լինի Արտուր։ Գնացեք արա ձեր կնանիքին տիություններ եք, այ լրփի տղեկ ու նոր բեաներս բացը չտակ։ Արդեն ուզում են հասցնել նրան Արտուր, որ գծեր են անցնում։ Որ մենք էլ որ եթե մենք կարմիր գծեր անցանք, ձեր երեխեքը պլաստիկ վիրահատություն են անելու, որ հանգարց մատով ցույց չտան, շատ են այս պորնիկ ես լրփի ծնունդն է։ Ու հիմա եկել են մեր սուրբ երկրում, մեր հողում, մեր ջրում, չուզում են ստե բան, կուրաժի տնեն, դիվիժնի անեն իրենց գարշ-խելքով։ Նորից եմ նշում, Ղարաբաղի ժողովուրդը տուժող ժողովուրդ է։ Այդ էլիտային մենք նկատի ունենք։ Մի փորձեք գնաք ինչ-որ սադրեք, ինչ-որ բան հրահրեք։ Ինչ էլ սադրեք, ինչ էլ հրահրեք, տուժողը դուք եք լինելու։ Հայ ժողովուրդը այլևս այդ տուժող չի լինելու։ Մենք վերադարձ այդ նախքին թափթփուկների ստեղծած ռեժիմին Հայաստանին չի լինելու Արտուր։ Ու թող հույս չունենան սրանք հիմա ինչ-որ մեծ խոսում են, բա եթե հունիսի 8-ին Նիկոլը կրումա կապ չունի Ռուսաստանից այսքան մարդ կգա, այնքան մարդ, հələ թող արա։ Հələ բա մենք այդ մարդկանց ենք ման գալի, այդ եկողներին ենք ման գալի։ Հանրապետության հրապարակում են ժամի տակ ոտների հետ ворներից հետ կփոկենք արա։ Տեղում սպասում ենք։ Բայց սրանք քանի որ Արտուր սրանք 30 տարի գիտեք չի ինչ են ընդունել, մենակ խոսանում։ Նրանք մենակ կրան խոսան։ Էշ ընդ որում։ Եթե դուք ինչ-որ մի բանի սպասոբնի մարդն եք թասիբ ունենայիք, արա ձեր զենքը ձեր ձեռը կմեռնեիք ձեր հայրենիքը պաշտպանելուց։ Կմնայիք դասագրքերում, որ ոնց որ մնացին են մեր հերոսները։ Մոնթեն մնաց, Լեոնիդ Ազգալյանը։ Մեր նոր հերոսները Աբաջանը, Քարամ Սլոյանը, այ այտենց հերոսի պես կզոհվեիք։ Ոչ թե մի հատ չընթրլո պրապորշիկ ադրբեջանցի կգար քացով կտար ворներից կամ կճտասներ վզներից գցեր բանը, նիվի բագաժնիկ կտաներ Բաքու կբրախեր արա։ Դուք ով եք արա, գեներալ տղուն, նայում ես այդ մնացական լովի կադրը բերթում, նասկին լվացած պարավոյից կախած։ Թասիբով մարդը շնուրոկով է կկախվեր։ Սրանքով են արդյոք, սենց ինչ ասեմ։ Ինչ ասեմ ես դրանց։ Ես անիկն ասել չմոներին։ Ու իրանք են վատը զգում, որտեվ հայ ժողովուրդը իրաց նման չի։ Հայ ժողովուրդը ոտիակային է։ Թասիբով ժողովուրդ է։ 94 թվին գնացինք պատերազմը հաղթեցինք, եգի տվինք իրանց 20 տարի կերան։ Այն դրամբոնի հանքում այնց են կերե։ Բանա, միջի հիմա մեկն դե գնակը զոհվի այդ էկոլոգիան այնց են հերանից է։ Այդքան ոսկու պաշարուր կրեցին։ Սրանք այդ են Արտուր։
Հիմա էլ եկեն շուրջ ֆիքս ցուցել են բանը իրանց են ցույց տալի։ Եվ ամենաբանը որ այդ տաքսիստներ կան Ղարաբաղցի, որ նստած ասում են բանը հեսա թորքը գալու է ձեզի թողա։ Ուրեմն պորնիկի տղեկ, լսեք, արա, մենք կոտորող ենք, կոտորվող չենք։ Դուք մտածեք։ Թուրքներ կգա, չգիտեմ, ռուսը կգա, ադրբեջանցին կգա, ով ուզում է գա, ոնց գա, տես կդիմավորենք։ Այս ազգը կարող է հավիճ ուտարա ձեր նման։ Իրանք որ թռել են արա, իրանք թռել են, գիտեմ մենք ենք թռնելու։ Արա մենք, լսի, այ կեղտեր։ Մենք գերին գնող չենք, մենք գերի վեկալող ենք, արա։ Ու չփորձեք ինչ-որ մի հատ բան եկել են, որ իրաց պեսիմիստական բառով նավսով, էլի, դե մեսը դուք էլ մեր օրական գնայիք։ Գրացեք ձեր համար գլուխներդ կախ ճտիպես ապրեք արա, Քոչյանի գլխավորությամբ։ Դուք յուբկա եք հագնելու։ Մենք ձեզ յուբկա ենք հագցնելու։ Ու բանը նավս ոնց որ ունեն, էլի, նավսի պես եկել են անընդհատ ամեն պատի տակ ինչ-որ գրմռան։ Նորից ասում էին մեր Ղարաբաղցի, գրմռասում ինչ ես գրմռում արա։ Բանը ասացելու կանի դեմը սասա։ Գրմռանով գնաց։ Որ կաֆեն մտնում եմ, սրանց տղեկը թողում թռնում են։ Ու տենց է պետք ինի Արտուր։ Սրանց տեղը ունիտազի կողն է։ Հանգից վերեք եք տեղները, տրենք չեք ոգևորվել, թորքը հեսա կգա։ Թողա։ Ոնց կգա, տես կդիմավորենք։ Ու հիմա էլ թեզ են կներես հատու, թեզ են շրջանառում։ Հեսա կգան ստե ամեն ինչ կառնեն, էսիկ ու այդ մարդիկ են ասում, Քոչյան Ռոբերտ, Բաքու Ջեյանի տենդերը ինքն է շահ է։ Իր այդ փողկապակցած մարդու հետ բանը մեկի հարսը Թուրքիայից տուն չի գալի Ստամբուլի քուչեկն է մեկը ընդ բիզնես ունի այսինքն այն մարդիկ են ասում որոնք որ Թուրքիայից լավ էլ ախպեր են եղես 30 տարում հիմա եկես թե հեքիաթն են պատմում հենա իր քավորը այսօր էլ պուտանկի ծնունդներ երեք պուտանկի այդ հարսի ծնունդներ Մոնակոյում շնորհավորելու ենք գենա հարսիդ ու քեզ նենց ենք շնորհավորելու մնաս պատմության մեջ Շաումյանցի կեղտի շիի մթողի հորական փախար Մոսկվա։ Ու այնօրը ճշտել են որ այնտեղ Մոսկվա քաղաքում պետություն Լուշկովը մեզ տարածքը հատկացրել պետությանը։ Այս պորնիկի վաստակները Քոչյանի գլխավորությամբ Տարգովի ցենտրեր են սարքել։ Որը պիտի հայկական պետական սեփականություն, սրանք էդ են։ Անհայրենիք պղծեր են։ Ոչ մի սրբություն չունեն։ Ասում եմ Արտուր թորը սա եթե տաղալներ, ворցելներ Մտքնայ չի արասես թորը, բայց տղուս նման չի։ Դուք պատմում եք Դիշովկի աստիճանը մարդու։ Ինչ աստիճանի պադոշը, ասում եմ թորը տղուն նման չի Սիյուշոին։ Լավ, եթե ինքը տեղյակ է չներ, ընդունենք թե տեղյակ չի, ճանաչ լավ էլ տեղյակ է։ Չէ, ասի արա Լևոն ջան, տղա ջան խոսք, ես քո երեխին քեզ նման չի։ Սա ինչ ասեմ Արտուր ես կեղտերին։ Ու հիմա ծանր են տանում, որ մենք բացահայտում ենք, սրա մասին ոչ մեկ չէր խոսում այս պղծերի։ Հունիսի 6-ին Բելա Քոչյան, Սիյուշո եւ Ռոբերտ Քոչյանն, Լևոն Մևոն այդ ննգու լավազներին չեմ էլ անդառնում սեյթակ մեթակ, դրանք ընդ որտեվ դրանց տան պալաժենին Սիյուշոնա չհագետների մեջ ասած։ Հունիսի 6-ին մեծ անհական կարա ձեզ սպասվում։ Այդ տիղմեր։ Մի քիչ էլ խոսան ներվերներից ազդեն ասում եմ, ցած հավաքել ենք սիկտին անենք իրանց Ղարաբաղ, ասենք դե դավայ, հետո կնդե ինչ քաղաք ուզում եք կերեք։ Արդեն կյանքներս կեան, էլի բանը, հիմա էլ խեղճ յոթք են խափում բերում խոստնում։ 44 օր իրանք չեն կռվել։ Կռվել է հայ զինվորը։ Այո, շապես փախել են։ Պաշտոնապես հայտարարում են։ Ու կռվել է զինվորը։ Արտուր պաշտոնապես հայտարարում եմ։ Շամպես փախել են, լեգենդներ են ասում եմ իրանք մի բան են ունեցել 90-ականներին։ Օգանովսկին աները փողատել է եղել, կամերայա սրան տվել։ Թփիտակից դուրս եկել վիդեոյի բան այդ կամերայով այդ կոդակով քենենա կոդակա ինչ են թվի։ Սրանք նկարվել։ Սրանք մենակ կամերային ունեցել այդ թվին։ Այն ժամանակ չի եղել, չէ, հեռախոս YouTube։ Հիմա եթե 2020 թվականին մենք գիտությունը զարգացած չլներ, ելի նույն հեքիաթներն էին պատմելու։ Թազա հերոսներ էին ծնվելու, բան։ Էսի եսի բանն է, դիվերսանտների հերն է, էս ինչ բաներն է, վերջում պարզվում է բանն է, ասենք, խոսքի։ Ականջիկ շունն է կերե, չգիտեմ, փոքր ժամանակ ընկել է Երման ջրի մեջ խոսքի, բա ուր սխեն են լեգենդներ պատմել։ Ասենք Քյորփավաղտ ընկել է Երման ջրի մեջ վառվել է, ասում են բանա գնացել է բան Ադրբեջան գործողություն է արել, գերի պետք է ինգներ, վիրավորվել հետ է եկի, բայց այսինքն սրանք այդ փուչիկն է էլի։ Փուչիկը մենք փուչիկը տարածնում ենք ուղղակի։ 44 օրյայի ժամանակ զրիվները հանում ենք սրա։ Հոկտեմբերի 10-ին մտել եմ Երևան,
Նայում եմ մոլերում են։ Մսի խանութից թեվա միս առնենք, մի կտոր խորոված անենք, մի քիչ տես թեթևանանք։ 44 օրյայից հետո նայում եմ ամուսիններ են ինքնաթիռի մեջ, մենք Ղարաբաղից ենք, ասում եմ ուր եք գնում եք Կիև ինչ անեք, ասում եմ գնանք մի քիչ ծրվենք այս վիճակից։ Ինչից ծրվեք։ Կյանքներում դ գնացել եք մի անգամ երրաբլուր, մի հատ հայ տղու շիրիմի դիմաց ծաղիկ դրե, որ գնաք ծրվեք։ Արտուր, նոյեմբերի բանը Ռոբերտ Քոչյանը հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ փուր ունեինք բարձել էինք այդ լավաշ հացը մեծ մեքենայով ու տանենք Ստեփանակերտ հասցնենք գնացել ենք ընկերներս էլ ծորի այդ պոլկում էին քաղաքի մեջի ուրեմն մենք սրանց հաց ենք տարել ընդ մեկը տելևիզիա եկալ այդ չաստից դուրս գալի այդ ու մեկը այսինքն այդ են Արտուր սրանց ես ինչ ասեմ դրա համար հոկտեմբերի 5-ին այնտեղ մի հատ փուր կար այդ հրապարակում այդ Կալցևոյի մոտը մտանք ասեցինք այդ լավաշից մեզի կծախեք մենք էլ առնենք ուտենք որովհետև բան չկար դե ուտելու հատուկ սնունդ չէինք ուտում էլի ինչ պետք է հայթայթեինք որ խանութից բան ասես չէ այնա մերոնք կուտեն էդի ձեզի տամ որ ինչ լինի մերոնք ձերոնք էին անում թե բայ Ռոբերտ Քոչյանը ասում է թե բա բանը մերոնք ձերոնք է դուք եք արել Արամ եւ վերջերս տեսանք նաեւ նախկին ոստիկանապետ Ալիք Սարգսյանը ինչպես իրում էին իրան ասել Ալիք Սիրգեյեչ վայ այո Ռոբերտ Քոչյանի հետ գրկախառնված էր, տենց մեծ սեր էր արտնացել, իրար գրկելին բաց չէին թողնում, տեսանյութում երևում էր մենք եւս կտեղադրենք այդ տեսանյութը եւ ովքեր տեղյակ չեն Ալիք Սերգեյիչը հայտնի է բավականին մեծ քանակությամբ երթուղայիններ ուներ Մարգար Օհանյանի հետ 39, 46, 65 եւ կարելի է թվարկել ցանկը եւ պատկերացրեք օրական ինչ մեծ եկամուտ էր բերում եւ մի քանի ռեստորանային համալիրներ ովքեր ասում են որ նրա այդ փոխկապակցված են եւ մենք ստուգում ենք այդ տեղեկությունները արամ եւ հիմա նա փաստորեն գլուխ է բարձրացրել Ես շնորհակալ եմ հարցի համար շատ կարեւոր հարց է եւ իմ աչքից վրիպել էր քանի որ ես քնձռոտների քարոզաշավին չեմ հետևում այնտեղ հետևելու բան չկա բայց եւս ուղարկեցին տեսանյութը որտեղ որ Քոչյան Ռոբերտը ինչ որ մի ջահելի այդ ձեռը բռնած խոսում է ինչ sense էս կոմենկում ու տենամ էսի քութիկի պես գեներալ տղա նախին ոստիկան արա դու չես ամաչում արա այդ կադրերը կհրապարակես խնդրում եմ Արտուր անոնսի մեջ որ ժողովուրդը դերա թե ոնց եկե քութիկի պես կանելա Քոչյանի կողը վերջում էլ բարևա տալի մի հատ էլ փաթաթվում են մատել բանա Սրանց մեջ մոդա է, չէ, այդ բանի այդ Ստեփանովիչի Կոգոդիլոսից Կաշվից ով չունի այդ կուրտքից, այդ էլիտայի անդամ չէ, կուրտքեն հակը Կոգոդիլոսի մի 30,000 դոլարանոց։ Այն մուկտելը տենց էր, չեն, իր մեծը դատարան գալի։ Դա։ Եկա մարդ է, սարա։ Պագոններից է տամաչի, չէ, իսկ պագոններ ենք փոկելու։ Դու արժանի չես գենրի կոչմանը։ Մենք կարդացինք այն օրը 5 միլիարդից ավել է սրա ապորի ցակման գույքը, ես նշեմ որ ավելի շատ կա, մենք արդեն սկսել ենք աշխատանքները, քանի որ Ալիք Սարգսյան կոչվածը չհասկացավ, որ մեր թշնամուն է գնացել միացել։ Վարակ Քոչյանին, այդ սիֆիլիստին։ Ուրեմն լսեք, արա, Ալիք Սարգսյան։ Կտանեմ, գցեմ Գասպարյան ով այդ կռվցնեմ քեզ։ Իրար շատ եք սիրում։ Բայց որ փրշտում եմ Գասպարյան քակումա տակը իրաց տան մեջ, դա դու ֆիքսի Մեր ձեռից չես բրցնելու, դու քո ընտանիքը, աղջկանն էին կանչել սրա դատախազությունը, այսօրվանից սկսում է սրա դժողքը, սրա կյանքը դժողք եմ ես սարքելու, որ հասկանա, որ Քոչյանի կողը կայնելը ինչ է նշանակում։ Ինչ բան է քեզ պաշտոնա խոս տվե արա։ Իդես քոպես քանի հատ հարիֆա քթե 6 հատ դատախազի պաշտոնա խոս տվե, նոր եկե մոտս պատմում էին։ 4 հատ ոստիկանապետ ու սրանք Արտուր իրանց թվում է որ եկան սենց բանը, սան մուկն է ուղարկի, այդ կռիսն է ուղարկի, այդ Աբրահամյան կռիս կոչված է հովիկը, սան դենիա չէ, այդ հարցերով Քոչյանի, այն սփազան պայքարի ժամանակ կիշեք որ բացահայտեցի։ Ես որ էսի Գերմանիայի զանգել էր Աբրահամյան հովիկին, միջև այն բգոին փողոց շպրտելը, բա գալիս ենք բանը վլաստը վեկալ ենք, սա մեր ձեռն է, հեսա սկսում ենք, այդ ամեն ինչից տեղյակ ենք, չէ։ Քոչյանը այդ հիմա զուգան տեղյակ ենք, արա Ալիք Սարգսյան ու Աբրահամյան հովիկ Արտաշատի երկու երևույթ գալու ենք Արտաշատ մենք կգնանք սրա նորից եմ նշում սա էլի փոխկապակցված գույքեր կան որը որ մենք կբացահայտնենք ես Ալիք Մանուկյանի վրա շենք ունի հետո նոր զանգեցին ասեցին Ալիք Սարգսյան ամոթ քեզ
Դարար Քոչյանի քութիկ։ Մի քիչ տաղավարի պահեիր։ Վերջի վերջո հասկացանք այն բենզինիստ Սերժիկն է գեներալի պագոնցիան տվել, դե այնի ով փողը ղրգում էր Ռիտային բաներ անում, իդրամին փոխանցում էր կամ քարտին։ Մի անգամից այս բենզինիստը գեներալի կոչում էր տալի։ Ամոթ ուղղակի։ Սրանց ես ինչ ասեմ։ Ու ստենդելս մեն Ալիկ Սերգեյիչը։ Շուտը արի որ արա լսի արա Ալիկ Սերգեյիչ, այն որ նստում ֆլագման թայֆի հավաքում սկսում ես կյանքդ պատմել, շուտ լեգենդներ ես պատմում, ամեն ինչ կյանքում արել եմ, էս եմ արել, ինչքան հաճույք կա բանսեն այս կոմենքում։ Ամեն ինչ չես արել։ Հələ քո հետ ենք անելու մենք հայ ժողովրդիդ միասին։ Դու չգիտես քո հետ ինչա կատարվելու։ Դու անցար Ռուբիկոնը։ Հուլիոս Կեսարն էլ անցավ, վերջում տեսար Գաբրիել Ամիշ եղավ ընկավ։ Ու նորից եմ նշում Արտուր, այս սրանց նման գեներալներ ենք ունեցել։ Ու ես չեմ ֆիքսվում սրանց վրա, որովհետև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մի հատ գեներալ չտեցանք, որ իրան չտաղավարի պայել է դրանցից։ Գասպարյան Վովան, այն որ Օգանոսկու բնում հավաքվել էին Քոչյանի գլխավորությամբ, Ստեփանակերտում կռվի ժամանակ վետերանների միության շենքում Քոչյանն էլ ասում էր գնացեք ասեք, որ հանձնացա ծախացա մեր կռիվը Երևանում է, այդ ընթացքում տղեկ տեն զանգի, ասում են Վովան կանյաց խոսում են այդ Ստեփանակերտում Արտուր, ասում է Ջաբրայիլում բան, մի հատ, չգիտեմ, մինամյոտ ընկավ, շո ձեն լսվեց, ասում է Վովան հելա, գոռում է բրոնես բերեք, խառնվել է իրար, բրոնի մեջ էր քայքելու տակը տարա, ինսուլտը խփե պամպերսով է մանգալիտը ան մեջ, դուք սենց վիճակը նայեք, աղջկան նայում ես ոնց որ բան լինի, Մայքլ Ջեքսոնն է, այնքան է վիրահատվել, սրանք ով են ընդհանրապես, Ալիկ Սաքսյան դու ով ես, քեզ ինչ ես ներկայացնում, Պագոնները փոկելու ենք, քեզ ռաժալվատ ենք անելու, ու մենք այս հունիսի 7-ից հետո պետքա օրինագից օրենք պետքա նախաձեռնենք, որ սրանց կոչմա զրկեն, սրանք վաղը գալու են թոշակ ուզեն, ասեն գեներալ եմ թոշակ տվեք բարձր, նպաստ տվեք, չգիտեմ, էս տվեք, կոչմա զրկել գցել պատմության Սովետաշենի Զիբիլյանոց, Սիրուշայի ընդ գուլատ անեն, ենիկը երկի վանք, բան, Շուշի, Գանձասար, Զիբիլ մեջ իրար հետ ժանկ կանցկացնեն, սրանք ով են։ Իդեպ արամ իշխանավարման տարիներին Ալիկ Սարգսյանը մի հատ տենց հատուկ ինքը իր համար կերպար էր սարքել, ուրեմն եթե հա իր դիմացի անձնավորությունը հավանում էր, տենց իր սրտով էր ըննում, ուրեմն իր վիզիտկան էր տալի հետևնել իր ստորագրությամբ, եւ եթե ճանապարհային տրանսպորտային ոստիկանները հանգարց կանգնացնում են այդ անձնավորության ու այդ վիզիտկան ցույց էր տալիս, ուրեմն իրանք արդեն ծակ էին մանգալի, որ մտնեին մեջը, նաև ֆիքսում էին այդ մեքենայի համարները, որ հանգարց չկանգնացնեին, որտեղ դա Ալիկ Սերգեյիչի վիզիտկան էր, դա նշանակում էր արդեն կանաչ ճանապարհ այդ վիզիտկան։ Ալիկ Սերգեյիչ, այսօր դու մեր մեքենայի համարները ֆիքսի, մեզ ֆիքսի, վիզիտկան ես քեզ առանձին կուղարկեմ ու մտ ծակ մանարի, որ մտնես։ Ճիշտ կլինի մկան ծակ։ Մկներին շատ ես սիրում։ Ինչ արամ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ ելի հայրենակիցներ, որ այս մոտ 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ։ Եթերի ավարտին պետք է խնդրեմ նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքի, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը, ինչպես նաև կիսվեք եւ լայքեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս դիտեն, ինչպես նաև պետք է խնդրեմ ուղիղ հեռարձակումներին, քարոզարշավին հետևեք նաև մեր լրատվական ալիքով, քաղաքագետ Արամ Ավետիսյանի ալիքով։ Այսքան ենք նախատեսել ձեզ հետ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր սիրելի հայ ազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։